Պարոն Գրիգորյան, մենք երեք հանձնաժողովի վաղ որոշակի հարցեր քննարկեցինք, բայց ես ուզում եմ ներկա պահին հարցնել եւ ակնկալում եմ պատասխան ոչ միայն ձեզանից, այլ նաեւ պարոն քաղաքապետից։ Ուրեմն Երևան տրանսի գույքի 14 մեքենա անցած նիստով մենք ետ վերադարձրեցինք, քանի որ փոփոխություն է կատարվելու ՓԲ-ից դեպի ՀՕԱԿ։ Հիմա հարցս ինչու՞մ է կայանում, ես նախագծին շատ կողմ եմ, գնում ենք դեպի դրական կողմ, բայց այնտեղ այդ տարածքում գտնվում են ջարդոններ, հա, շատ հազարավոր տոննաներ, երևի թե նո, աչքով տենց է երևում։ Ուզում եմ իմանամ այդ տարածքում գտնվող գույքը իրանց է պատկանում, թե ոչ, եւ եթե իրանց է պատկանում, ինչի չենք վաճառում որպես ջարդոն, որտեվ կարա մեծ գումարներ գա մեր բյուջե։ Նույնը կարամ ասեմ երկախ լույսի պահեստի մասին, այդ որ փոփոխում են լույսերի ստոլբերը, հա, ասես ժողովրդական ասած, դրանք էլ հավաքվում են եւ որպես երկաթ կարելի է հանձնել, հարցս երկու հատ էր, հա, ինչի չենք անում եւ ում գույքն է, արդյոք կարողանում եք այդ հավաքված մեծ ահռելի գույքը օտարել։ Պարոն Ավագյան, ինչպես երեք հանձնաժողովի նիստի ժամանակ ասեցի, ընդհանուր առմամբ ձեր հարցը այս նախագծին առնչվում է այնքանով, որ ոնց որ Երևան տրանսի տարածքի շուրջ է որոշակի առումով կենտրոնանում, բայց առիթը օգտագործելով փորձեմ ասեմ, տեսեք, նախ ինչպես պարոն քաղաքապետը նշեց, կարծում եմ առնվազն գույքի մի մասը, որը այնտեղ կուտակված է, առնվազն մի մասը պետք է որ գտնվի Երևան տրանսի բալանսում, որը կպարզվի հենց լուծարային գործընթացի շրջանակներում, երբ որ այդ լուծարային գործընթացը մեկնարկի։ Նաև գաղտնիք չէ, որ այդ տարածքը շատ ժամանակ ծառայել է որպես վայր, որտեղ օրինակ ապամոնտաժվել են եւ տարվել են քաղաքից տարբեր ինչ-որ օբյեկտներ, որոնք պետք է օրինակ համայնքային տարածքում չգտնվեին։ Օրինակ ապօրինի տեղադրված գովազդային վահանակներ, պայմանական ուստի ձեր ասած հարցը շատ կարևոր է, բայց որ ես հիմա ճշգրտորեն ասեմ, որ այնտեղ գտնվող գույքի այսքան տոկոսը Երևան տրանսի բալանսում, այսքան տոկոսը օրինակ չգիտեմ ձևավորում ՀՕԱԿ-ի բալանսում, այ դեպ ՀՕԱԿ չենք ստեղծում, համայնքային հիմնարկ ենք ստեղծում, այդ ճշգրտումն էլ անեմ, այս պահին չեմ կարող այդպես բաշխվածության պատասխանեմ, բայց ամենայն հարգանքով անմիջապես այս հարցին այդքան էլ չի վերաբերվում եւ եթե ավելի գույքային կառավարման տեսանկյունից չգիտեմ պարոն Արուշացյան ասացից ավելացնելու բան ունեք, միգուցե պարոն Արուշացյանն էլ չէ, հիմնականում պարոն Գրիգորյան ասեցիք, այնտեղ ուղղակի գույքեր կա, որը հենց ՓԲ-ինն է եւ գույքեր կա, որը ոնց նշեց պարոն Գրիգորյանը, տարբեր կարող է անգամ լինի մասնավորի գույք, որը ապօրինի տեղադրված է եղել համայնքի տարածքում, բայց ամբողջական տարածքը առաջիկայում գույքերը գույքագրվեն, կվերագնահատվեն եւ ինչպես նշվեց, իրականացվի օտարման process, որոնք որ պիտանի գույքա կտեղափոխվի այլ վայր։ Արձագանք, պարոն Ավագյան։ Ճիշտ ասած, ես հենց ակնկալում եմ նման պատասխան եւ առաջարկում եմ այլևս ինչքան որ արգրավում է ունենալ որոշակի մատյան կամ չգիտեմ գրանցվի ցանկացած գույք, որտեվ ես տեղեկություն ունեմ, որ որոշակի գույքեր ներկայում կամ նախկինում արգրավել են եւ գույքագրում չի գնացել։ Առաջարկս եւ հորդորս դա է, որ միշտ գույքագրվի եւ թափոններն էլ արագ վաճառվի, որ գումար գա բյուջե։ Շնորհակալություն։